Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում հետաքրքիր զարգացումներ են, ինտրիգներ եւ իհարկե տհաճ անակնկալ հեռուստադիտողների համար։ Հեռուստադիտողները մինչև վերջին պահը հույս ունեին, որ Նոյի կերպարը չի մահանա, բայց ինչպես երևաց վերջին մասից, հարսանեկան նկարներն անելու ժամանակ Նոյի վրա կրակեցին։ Իհարկե դեռ հարց է Նոյը կմահանա թե ոչ, բայց հարսանիքը տեղի չի ունենա։ Հեռուստադիտողների մեծ մասը մեղադրում են գրելով, որ Նոյի կերպարին նման ավարտ պետք չէր տալ, կարող էին ընդամենը ուղարկել արտասահման կամ ինչ-որ բան մտածել, բայց ոչ մա։ Բայց սցենարիստն ու հեռուստասերիալի ստեղծագործական խմբի անդամներն ուրիշ պլաներ ունեին։ Բայց ինչևէ, Նոյին ու Հենրիին համատեղ հաջողվեց Անգելինային փրկել, բայց Նոյին փրկել դեռ պարզ չէ կհաջողվի թե ոչ։ Բայց առաջիկա սերիալներում ամենահուզիչ դրվագներն են, քանի որ շատ շուտով պարզվելու է, թե ով է Անգելինան։ Անգելինան պարզելու է, թե ովքեր են իր կենսաբանական ծնողները։ Հավանաբար Հենրին տեսնելով Անգելինայի ցավը կփորձի այն մեղմելու համար ասել, թե ովքեր են նրա կենսաբանական ծնողները։ Դա կմեղմի, թե ոչ Անգելինայի ցավը դեռ պարզ չէ, բայց Անգելինային նորանոր փորձություններ են սպասվում։ Հեռուստադիտողները ենթադրում են, որ հնարավոր է, որ Նոյը չի մահացել, բայց այդպես չէ, քանի որ հաջորդ օրերին հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ Անգելինան Հենրիի հետ խոսելիս նշում է, որ անպայման պետք է պարզվի, թե ով է սպանել Նոյին, իսկ դա նշանակում է, որ այո, Նոյը մահացել է, այսինքն Նոյի կերպարն այլևս չի շարունակի մնալ հեռուստասերիալում եւ Էդգար Իգիթյանը կհեռանա այս հեռուստասերիալից։ Դե ինչ, դիտեք տեսանյութը, որն արված է նկարահանման հրապարակում։ Ես քեզ ցանկանում եմ եւ քո ընտանիքին առողջություն։ Ուզում եմ անգամ փող աշխատես, որ փողին փող չասես։ Ձենքի թափում ես իրաց նպատակներին։ Ինչ ես մտածում, որ տեղի ունենա։ Հավեսա։ Գարջան շնորհավոր, արո։ Յանե կամանի Կարենջան։ Դու շատ կարգի շնորհավոր։ Կարջան շնորհավոր։ Երեկվա իմ շատ խառը օրվանից հետո հաջորդում է այսօրվա խառը օրը։ Այսօր հասցրել եմ արդեն առավոտ բալուսով լիքը բաներ անեմ ու հələ շարունակում եմ անել։ Ներկապային արդեն սկսել եմ մտածել իմ մասին։ Գնացինք մեքենան լվացինք։ Հեսա գնում ենք, մենք լվացվենք, այսինքն սափրվենք, էլի սիրում ապուրատնին։ Գնում ենք նկարահանման, հետո գնում ենք հարսանիք։ Խառը օր է սպասվում, սիրելիներս, խառը օր։ Սիրելիներ, քանի որ պարապ է մնացել Լիլիթը, որովհետև բուժքույն ու շանում, այս ժամադրել եմ, այո։ Ես որոշեցի ձեզ կիսվեմ մի հետաքրքիր ինֆորմացիայով։ Ես քանի ժամանակ, ինչքան ժամանակ, ես ուզում էի գրական այս երգերը որ կան մեր շտը, գիտեք, երգերը, փոխեմ ախրկելագերերով երգենք, էլի, խնդալու գլի։ Հիմա ես ասած ինչ է, որոշել եմ այդպես բանը մտածել եմ ենին։ Առաջինը մտքիս եկավ այս վերջին երգը, էլի, գնաց։ Այ 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 քուքոդետ ինձի հիշես նեգը թոնի հոդը Պարապությունը գարշանի բան է։ Բարի օր սիրելիներս, բարի օր կամ բարի երեկո, ես ուզում եմ նշել, որ ամսի 9-ին հոկտեմբերի ժամը 19:00-ի տեղի կունենա առաջին ցուցադրությունը
մոլորված ֆիլմի, որի ռեժիսորն է Գոր Կիրակոսյանը, որի բոլոր ֆիլմերը ես նայել եմ, բայց նա դեռևս ինձ չի նկարել իր ֆիլմում։ Գոր ջան, ամեն դեպքում հուսով եմ որ կնկարվեմ, բայց ուզում եմ քեզ մաղթել հաջողություն, վստահ եմ այս ֆիլմներ քեզ մեծ հաջողություն կբերի եւ լավը կլինի իհարկե։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այս սթորին այն բոլոր մարդկանց համար, ովքեր միշտ հարցնում են, դու ոնց ես հասցնում գնաս դասի, գնաս ստուդիա, պարդաստաս, գնաս նկարահանման, այսինքն ազատ եմ լինում դասում անում։ Իսկ գործը միշտ դասավորում եմ, նենց որ հասցնեմ երկուսն էլ։ Իսկ վաղն էլ շատ սիրուն առիթ ունենք, եղբորս հարսանիքն է ու շատ եմ սպասում, բայց պոդքասթում եմ ինչ օգնած եմ լինելու, ողը ոնց եմ մորտնանալու չգիտեմ։ Ժամը 12-ն է լինում արդեն, չեղապի 11։ Բարի երեկո բոլորի։ Ուրեմն հիմա մի նոր ֆիլմի, նոր սցենարի վերջակետ է դրվում։ Վերջակետ ասելով նշանակում է սկիզբ, որովհետև վերջակետը դրվում է մտքի, բայց իրագործման սկիզբն է ազդարարվելու շուտով։ Թե ինչ է լինելու, դեռևս չեմ բացի փակագծերը, ոչ թե որովհետև սնահավատ եմ, ոչ թե որովհետև ինչ-որ բաներից, չգիտեմ, վախենում եմ, այլ պարզապես ցանկանում եմ, որ այն ինչ-որ չափով դառնա շոշափելի, որ նա ձեզ կարողանա մոտուցել։ Այնպես որ սիրվեք համբերությամբ և իմացեք, որ լավագույնը ստեղծում եմ ձեզ համար, որովհետև յուրաքանչյուր օր մտածում ենք, թե ինչ հետաքրքիր բան ստեղծենք։ Մեր մասիվից շուտ դուրս եկա, որ օդանավականից Շուշանանում դա ծիխացանում է։ Ժամ ու կես մասիվից եկա Երևան մոլ, ընդհանրապես մի բան պետք է գնեի։ Երևան մոլից անհետացել էին բոլոր ճանապարհային տաքսիները, Yandex գտնել անհնար էր, կամ 15 րոպեից են գալիս, իսկ ես ուշանում էի, մի խոսքով ես ստիպված եղա անձրևի տակ շատ ռոմանտիկ քայլել Երևան մոլից մինչև 3-րդ մաս, որպեսզի կարողանամ Yandex գտնեմ ու վերջապես հասնեմ օդանավակայանում։ Սա էլ իմ օրը։